Լոս Անջելեսի կենտրոնում 4-րդ օրն է, չեն հանդարտվում ներգաղթյալների ու իրավապահների բախումները։ Թրամփը ուժեղացնում է ճնշումը։ Նա Լոս Անջելես է ուղարկել 700 ծովային հետևակներ եւ ազգային գվարդիայի եւս 2000 զինվոր։ Այսպիսով, քաղաքում տեղակայված ազգային գվարդիականների թիվը հասել է 4100-ի։ Միգրանտների ցույցերը ցրելու սպիտակ տան կոշտ մոտեցումը ծրել է Թրամփի վարչակազմի եւ Կալիֆոռնիայի նահանգապետի միջև լարվածությունը։ Կալիֆոռնիայի նահանգապետը դատի է տվել Միացյալ Նահանգների նախագահին Լոս Անջելեսում առանց իր իմացության ազգային գվարդիա տեղակայելու համար։ Մենք դատի ենք տալիս Դոնալդ Թրամփին, սա արհեստական ճգնաժամ է, նա վախ ու սարսափ է ստեղծում նահանգային աշխարհազորին տիրանալու ու Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը խախտելու համար, սա քայլ է դեպի ավտորիտարիզմ։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է դատական հայցի մասին, ասելով, որ Թրամփը ոտնահարել է նահանգի ինքնիշխանությունը։ Ի պատասխան Նյուսոմի գործողությունների Թրամփը ասել է, որ մեծ սիրով կձերբակալեր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Ես դա կանեի գլխավոր ոստիկանապետի փոխարեն, կձերբակալեի Նյուսոմին, նա սարսափելի է աշխատել։ Լավ տղա է, բայց գործունյա չէ, բոլորս գիտենք։ Դոնալդ Թրամփը եւ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում վիրավորանքների են անցել։ Թրամփը բողոքել է, որ աշխատելու կամ շնորհակալություն հայտնելու փոխարեն իրեն քննադատելով են զբաղված։ Ազգային գվարդիան Կալիֆոռնիա ուղարկելու մեր որոշումը տեղին էր, բռնի հրահրված անկարգությունների դեմ պայքարելու համար։ Եթե մենք դա չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար։ Անգործունյա նահանգապետ Գևին Նյուսոմը եւ քաղաքապետ Կարեն Բասը պետք է ասեին. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ, դուք այնքան հրաշալի եք, մենք ոչինչ կլինեինք առանց ձեզ»։ Փոխարենը նրանք ընտրում են ստել Կալիֆոռնիայի եւ Ամերիկայի ժողովրդին, ասելով, որ սրանք բողոքի խաղաղ ցույցեր են։ Կալիֆոռնիայի նահանգապետն էլ X-ի իր էջում հորդորել է Թրամփին մեծանալ եւ հասուն մարդուն բնորոշ որոշումներ կայացնել։ Ժամանակն է մեծանալու։ Թրամփը Նյուսոմին մեղադրել է նաեւ անկարգություններին սատարելու համար, իսկ ցուցարարներին անվանել վատ մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ խռովարարներ են, ավելացրել, որ անթույլատրելի է ցուցարարների վարքը Ամերիկայի զինվորականների նկատմամբ։ Եթե նրանք թքեն, մենք կհարվածենք։ Սա Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունն է Լոս Անջելեսում տեղի ունեցող աղետի վերաբերյալ, իսկ ցուցարարներին ոգևորում է Գևին Նյուսոմը։ Ապստամբները թքում են ազգային գվարդիայի զինվորների դեմքին։ Այդ անհարգալից վերաբերմունքը չենք հանդուրժելու։ 60 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահն առաջին անգամն է, երբ աջակից զորքեր է տեղակայում ոստիկաններին օգնելու համար։ Լոս Անջելեսից բացի բողոքի ցույցեր են նաև Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում եւ Ատլանտայում։ Ավելի քան 200 մարդ է ձերբակալվել, այդ թվում երեխաներ։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։